Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում ռիվյուն է։ Մեր տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետական Կուսակցության ուսանողական կազմակերպության նախագահ Արմեն Հարությունյանին։ Բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Այսօր գլխավոր դատախազը ազգային ժողովում էր, միջնորդություն ներկայացրեց անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին անձեռնխելիությունից զրկելու վերաբերյալ։ Ձեր դիտարկմամբ սա իրավական թե քաղաքական գործընթաց է։ Նախ տևական ժամանակի արդեն ինչ մեր կուսակցության նկատմամբ տարբեր ռեպրեսիաներ են իրականացվում, ու սա առաջի դեպքը չէ, երբ որ նրանք իրավականի անվան տակ քաղաքական հետապնդումներ են սկսում։ Մեր կուսակցության շատ խորհրդի անդամներ արդեն իսկ անցել են նման process-ների միջով։ Դրան զուգահեռ նաև մենք շատ լավ հիշում ենք Աշոտյան Արմենի գործընթացը, որ նա մինչև հիմա գտնվում է կալանքի տակ, չնայած այն փաստին, որ նույնիսկ եվրոպական շատ կառույցները հայտարարում են, որ Արմեն Աշոտյանի նկատմամբ տեղի ունենում քաղաքական հետապնդում, եւ նրա ամբողջ դատական process-ը քաղաքական է։ Նույն process-ը հիմա տեղի ունենում արդեն Տարոն Մարգարյանի հետ կապված, սա բացահայտ ռեպրեսիաների շարքի մեջ է մտնում։ Նրանց հիմնական խնդիրը այն է, որպեսզի նրանք Տարոն Մարգարյանին փորձեն վախացնել, զսպել, բայց նրանց մոտ դա միանշանակ չի ստացվում, քանի որ ինձ թվում է նրանք լավ չեն ճանաչում Տարոն Մարգարյանին, եթե մտածում են, որ ինչ որ մի ձև նրան կարող են ճնշել։ Մի երկու խոսք ասեմ երևի թե քրեական գործից, թե ինչ կարգի փուչիկ ու օդ գործը Տարոն Մարգարյանի գործը, նախ նա մեղադրվում է դպրոցներից ինչ որ հատված հողակտոր օտարելու, դրանից հետո տենդերով վաճառելու համար։ Նախ եկեք բերեմ մի օրինակ, որ իրականացրել են այս իշխանավորները 2021 թվականին, նրանք Իսակովի պողոտայի 13 համարի երաժշտական դպրոցից վերցրել են 9000 քառակուսի մետր հողատարածք եւ 360 մետր շինություն, որից հետո ուղիղ վաճառք են իրականացրել առանց որևէ տենդեր հայտարարելու ու վաճառել են իրենց կողմից հարմար մարդուն, դա էլ քիչ էր, 60-ից 70 միլիոն դրամ ավելի էժան են վաճառել, քան իրականում նրա կադաստրային արժեքներ։ Իսկ Տարոն Մարգարյանի գործում տեղի ունեցել 3 անգամ ավելի քիչ հողատարածքի վաճառք, վաճառքը տեղի ունեցել տենդերի միջոցով, բոլոր օրինական կետերը պահպանելով, եւ ոչ մի կերպ չի անդրադարձել այդ կրթական հաստատության գործունեության վրա։ Եթե դիտարկենք այսպես, եթե կրթական գործունեության վրա ազդեր այդ դպրոցի, ես վստահ եմ, որ կսկսվեր մի process, որի ժամանակ ուղղակի կզրկեին այդ դպրոցին լիցենզիայից։ Բայց այդ դպրոցները մինչև հիմա գործում են ու վստահ եմ շարունակելու են գործել, քանի որ սա ուղղակի փուչ գործընթաց է, որը նրանք փորձում են իրականացնել Տարոն Մարգարյանի դեպ։ Իսկ օրինակ կառավարության կողմից վերոնշյալ գործողությունները, երբ որ իրականացվել են Իսակովի պողոտայի դպրոցի դեպքում, ոչ քրեական գործ է բացվել, ոչ ընդհանրապես նրանք դրա մասին հիշում են, ոչ էլ ցանկանում են հիշել։ Սա ձեզ մի օրինակ, թե ինչ մասշտաբի օդ ու փուչ գործ են նրանք փորձում հիմա կարել Տարոն Մարգարյանի դեմ։ Չնայած նրանք չեն հասկանում, որ Տարոն Մարգարյանը ոչ այն քաղաքական ու պետական գործիչն է, ոչ էլ այն տղան է ընդհանրապես, որ կարող են նրան վախացնել ինչ որ քրեական գործերով կամ սպառնալ նրան բանտ նստացնելով։ Դե ասում են մենք իրավական պետություն ենք եւ ժողովրդավարության բաստիոն եւ այս գործերը կապ չունեն քաղաքական հետապնդումների հետ։ Դե ինչքանով է ժողովրդավարական բաստիոն, մենք ինձ թվում է նույնիսկ ցույցերի ժամանակ ենք տեսել, թե ինչպես են նրանք խաղաղ ցուցարների վրա տարբեր տեսակի թե տեխնիկական, թե ֆիզիկական ուժ կիրառում, ու մենք տեսել ենք, թե ինչքան մարդիկ են մարմնական վնասվածքներ ստացել այդ process-ներից հետո։ Եվ մենք տեսել ենք դասի արձագանքը տարբեր մեր երկրում քաղաքական հետապնդումների հետ կապված, որից հետո այդ մարդիկ շարունակել են քաղաքական հետապնդման ենթարկվել։ Ինձ թվում է այս ամենը շատ վառ ապացույցն է նրան, որ ժողովրդավարական բաստիոն ասվածը ուղղակի մի փուչ խոսք է, որ հորինել են սրանք։ Քանի որ դուք ուսանողական կազմակերպության նախագահն եք, այս պահին ուսանողների դերը քաղաքական process-ներում ինչպես է գնահատում, որովհետև կարծիքներ կան, որ նրանք
գրեթե չեն առնչվում քաղաքական process-ներին, օրինակ 2018-ին լոկոմոտիվը հենց ուսանողությունն էր, իսկ հիմա չենք տեսնում ինչ է արվում ուսանողության կողմից։ Այժմ այն ուսանողությունը փայլուն ուսանողություն է իրականում, նրանք մտածում են իրենց վաղվա օրվա մասին, ես բազմաթիվ շփումների արդյունքում դա զգացել եմ եւ տեսել եմ։ Ինչ վերաբերվում է ուսանողության այս բայի դրությամբ կարգավիճակին, ուսանողությունը հիմա ունի բազմաթիվ խնդիրներ, կրթական համակարգը գտնվում է կատաստրոֆիկ վատ վիճակում, թե դպրոցական, թե ուսանողականի մասին է գնում խոսքը։ Օրինակ այս վերջերս մենք իմացանք, որ 232 դպրոց գնում է օպտիմալացման, որ կամ փակվելու են, կամ միավորվելու են մեկի մեջ։ Այսինքն, եթե օրինակ 3 գյուղ է, որոշում կա, որ 3 գյուղից օրինակ 1 դպրոց պետքա գործի։ Այսինքն կողքի գյուղից մարդը պետք է հասնի մյուս գյուղ, որպեսզի կարողանա իր ստանդարտ ամենամինիմալ կրթական որակավորումները ստանալ։ Ինչի մասին է գնում խոսքը, մենք ունենք նաև տարբեր օրինակներ բուհերից, երբ որ իրանք ուղղակի ամբիոններ են փակում, ովքեր ունեն դասախոսական կազմից, ադմինիստրատիվ հատվածից, ովքեր ունեն ընդդիմադիր հայացքներ, նրանց ուղղակի առանց պատճառի հեռացնում են համալսարաններից, առանց որևէ պատճառաբանություն բերելու, այդ ամեն ինչն էլ քիչ էր, մի հատ էլ Աննան ու Նիկոլը որոշում են ինչ-որ նախաձեռնությամբ, կրթվել են նորաձև է, սկսեն ինչ-որ դասախոսությունների շարք, ամենաաբսուրդը նրանց ընտրած բանախոսության թեմաներն են, երևի թե սկսենք Աննա Հակոբյանից, որովհետև Նիկոլ Փաշինյանի դասախոսության անվանումը ավելի աբսուրդային է։ Աննա Հակոբյանը բանախոսություն ունեցել, մնացել ենք 5-րդ տարում։ Ինչ է օրինակ պատկերացնում Աննա Հակոբյանը նմանատիպ դասախոսություն կարդալուց առաջ։ Եթե ինքը համարում է մեր ժողովրդի կարգավիճակը մինչև 2018 թվականը, ուրեմն կարող ենք պատկերացնել այսպես։ Մինչև 2018 թվականը մեր արժեհամակարգի մեջ մտածեր ազգ, բանակ, ընտանիք, եկեղեցի, իսկ իրանց գալուց հետո մենք տեսել ենք, որ բոլոր այդ ամեն ինչը սկսվել են բղծվել, սկսվել են քանդվել, դե բանակի մասին ավելի լավ է չխոսենք, ընտանեկան արժեհամակարգները հնարավորինս նրանք փորձում են քանդել, եկեղեցու դեմ մենք ռեպրեսիաները բազմաթիվ անգամներ ենք տեսել, իրենց գալուց հետո եթե իրենք իրենց համարում են ժամանակակից, այդ ժամանակակիցի մեջ մտնում է այն փաստը, որ օրինակ տրանսգենդերների ներկայացուցիչը պետք է մտնի ազգային ժողով ու իրենից գոհ եւ լուրջ դեմքով ինչ-որ հայտարարություններ անի եւ իրենց համար դիրք ուզենա այս պետության մեջ, ուրեմն մենք նմանատիպ ժամանակակից կյանք միանշանակ չենք ուզում։ Դրան զուգահեռ նաեւ մենք կհիշենք հաստատ այն դրվագները, երբ որ տրանսգենդերները մտան ոստիկանության բաժանմունք, ոստիկան ծեծեցին եւ այդ գործը ուղղակի կորավ։ Ու ոչ քրեական գործ հարուցվեց, ոչ ինչ-որ մեկը պատժվեց, ու այդքանով անցանք առաջ։ Եթե իրենք պատկերացնում են նմանատիպ ժամանակակից կյանք, մենք նմանատիպ ժամանակակից կյանք չենք պատկերացնում, մենք ավելի լավ է մնանք 5-րդ դարում, եթե իրենց պատկերացած 5-րդ դարում ազգային պահպանողական արժեքներն են։ Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի բանախոսությանը, նրա բանախոսության թեման իմանալ ինչպես։ Դուք պատկերացնում եք ցինիզմի մակարդակը ուր է հասնում Նիկոլ Փաշինյանի մոտ, որ ինքը որոշել է իմանալ ինչպես վերնագրով բանախոսություն կարդա, այսինքն ինքը ինչ հանդեպ կարդալու էլի, իմանալ ինչպես հանձնել Արցախը ունենալով այդքան զոհեր, բայց նույնիսկ կարող էր այդ զոհերը չլինել, իմանալ ինչպես 5000 երիտասարդի զոհել, որից հետո շարունակել կառավարել, իմանալ թե ինչպես ամբողջական Արցախը հանձնել, իմանալ ինչպես թողնել, որպեսզի Հայաստանի սուվերեն տարածք մտնեն ադրբեջանցիները եւ շարունակեն մնալ, ու ամենավերջի թարմ նորություններից մեկը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունները կատարել են, ցանկանում եմ ցիտել ՀՀՊՆ-ի հայտարարությունը, որը տեղի է ունեցել 3 բառացի կարդեմ, որպեսզի չասեն կոնտեքստից դուրս է, էլի։ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։ Հիմա մի հատ հարց մեր ՀՀՊՆ մամուլին։ Ինչ եք դուք պատկերացնում, այսինքն ադրբեջանցիները ինչ էին անում, եթե հայերի վրա չէին կրակում, ինչ ժամանակ առ ժամանակ հելում են ծիտ են կրակում ընդ, թե ասենք հելում են վարազի որսի, ինչ են պատկերացնում, ասենք սա արդեն այն մասշտաբի աբսուրդի է հասել, որ Հայաստանի ՊՆ-ն
պատասխանում է Ադրբեջանի ՊՆ-ի փոխարեն միջազգային հանրության համար։ Այսինքն մենք այս մասշտաբի աբսուրդային վիճակի ենք հասել։ Ու միանշանակ այս ամեն ինչը թե ուսանողները, թե երիտասարդները շատ լավ տենում են, քանի որ տեսնում են, իսկ ինչ են անում։ Ես դες կարող եմ փաստել, որ նրանցից շատ-շատերը արդեն իսկ մտահոգություն իրենց հայտնել են եւ նրանցից շատ-շատերը պատրաստ են դուրս գալ փողոց, պայքարել։ Մենք կարող ենք նաեւ ֆիքսել այն փաստը, որ երիտասարդությունը մեր երկրի ապագան է, ինձ թվում է դուք իմ հետ համաձայն կլինեք, ու այդ ապագան լինելու է, քանի որ հենց այդ ապագան է դուրս շպրտելու իրենց աթոռներից այս ներկաներին։ Այսինքն կարծում եք, որ փողոցով են հեռանալու այս իշխանությունները։ Ըստ իս այո, քանի որ այս պահի նրանց ամեն օր մնալը իրենց իշխանական աթոռներին ավելի շատ վնաս է հասցնում Հայաստանի Հանրապետությանը, քան երբևէ։ Ինչքան երկար ծրանք մնացին իրենց աթոռներին, այդքան շատ մեծ կորուստներ է ունենալու Հայաստանի Հանրապետությունը։ Դուք Արցախից տեղահանված երիտասարդների համար ինչ-որ ծրագրեր կազմակերպում եք։ Այո, Ռազմիկ ջան, մենք թե ուսանողական կազմակերպությունը եւ թե երիտասարդական կազմակերպությունը արցախցի երիտասարդների համար տևական ժամանակ տարբեր կրթական ծրագրեր է կազմակերպել անվճար առանց որևէ պարտավորությունների եւ հիմա նույնպես շարունակելու է իր որդեգրած այդ պրինցիպը եւ դասախոսությունները շարունակվելու են չի լինելու ինչ որ մի պահ, որ մենք կանգ առնենք ու մեր հայրենակիցներին թողնենք սրանց հույսին։ Իսկ ինչ խնդիրներ եք արձանագրել հատկապես արցախցի երիտասարդների մոտ։ Նախ արցախցի երիտասարդների շատերը ունեցել են այստեղ դպրոց կամ բուհ ընդունվելու հետ կապված խնդիրներ, դրանից հետո արդեն ինտեգրման խնդիրներն են տեղի ունեցել։ Այդ ամեն ինչին զուգահեռ, քանի որ նրանք իրենց ամեն ինչը թողել են այնտեղ, եկել են միտեղ, որտեղ որ պետք է ամեն ինչ սկսեն զրոյից, նրանցից շատերը ցանկանում էին որոշակի այլընտրանքային կրթություն, որի շնորհիվ գոնե կարողանային ինչ որ տարբեր աշխատանքների անցնել, որ գոնե ինչ որ չափով գումար կարողանան վաստակել, թե իրենց վարձավճարների հետ կապված, թե իրենց առօրյա ծախսերի հետ կապված, որովհետև առանց այդ էլ նրանց ընտանիքները մաքսիմալ ծանրաբեռնված են ու շատ մեծ խնդիր էր լինելու իրենց վարձավճարների հետ կապված հարցը լուծել, դրան զուգահեռ նաև նրանց օրվա ծախսերի հարցը լուծել։ Նշեցիք, որ երիտասարդները սպասում են, որ որևէ բողոքի ակցիա լինի եւ այլն մասնակցեն, օրինակ մարտի 29-ին սպասվում է ակցիա, ունեք արդեն պայմանավորվածություններ, թե ինչ ձևաչափով եք օրինակ ձեր կազմակերպությունով մասնակցելու ուսանողական կառույցը։ Նայեք, ցանկացած process, որը որ մենք տեսել ենք, որ ուղղված է մեր պետության բարօրության համար, տվյալ դեպքում ես ոնց հասկացա, դուք խոսում եք ռազմագերիների համար աջակցության եւ արցախցիների իրավունքների պաշտպանության։ Այո, մենք միշտ կանգնած ենք ելել թե մեր արցախցի ընկերների կողքին եւ մենք միշտ պատրաստ ենք եղել ցանկացած միջոցառման առանց որևէ եղանակային պայմաններ կամ ժամային գրաֆիկ հաշվի առնելու, որոնք թեկուզ մի քիչ կօգնեն, որպեսզի մեր Բաքվում գտնվող ռազմագերիները հնարավորինս շուտապույտ վերադառնան Հայաստանի Հանրապետություն, քանի որ մենք բազմաթիվ անգամներ տեսել ենք, որ օրվա իշխանությունները դավաճանական անգործության են մատնված եւ ընդհանրապես իրենց մատը մատին չեն տալիս, որպեսզի այդ մարդկանց հետ վերադարձնեն հայրենիք, դրան զուգահեռ նաեւ ոչ մի միջազգային ամբիոնում նրանք չեն խոսում դրա մասին, իսկ խոսելուց ընդամենը մի նախադասություն են ասում, որ դե շատ վատ բան է տեղի ունեցել։ Դե եղբայր ջան, շատ վատ, մենք էլ ենք տենում, որ շատ վատ բան է տեղի ունեցել, բայց պետք է այդ ամեն ինչին զբաղվել, չէ՞։ Պետք է զբաղվես, որ մարդկանց հետ բերես, ուղղակի որ նայես, ասես, վատ բան է տեղի ունեցել, ինչ դրանից։ Դու վերջի պետական քաղաքական գործիչներ եք։ Այդ ամեն ինչը պետք է դուք նախաձեռնեք, որպեսզի իր տրամաբանական ավարտին կարողանանք հասցնել։ Ինչ վերաբերվում է մեզ, մենք հնարավոր ամեն ինչ արել ենք ու շարունակելու ենք անել ու մասնակցել ցանկացած process-ի, որը կբերի մեր երկրի դրական տեղաշարժին եւ այս իշխանությունների հեռացման, քանի որ մեր երկրի բարօրությունը ուղիղ կերպով կախված է այս իշխանությունների օր առաջ հեռացնելու հետ։ Ինչպես եք պատկերացնում այս իշխանություններին օր առաջ հեռացնելը, եթե ընդդիմության ներսում էլ կան ակնհայտ տարաձայնություններ։ Նախ համաձայն եմ այդ թեզի հետ, վերջի ժամանակները շատ են լինում դեպքեր, երբ որ
թիրախավորվում են հանրապետական կուսակցությունը եւ հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, բայց եկեք փաստենք մի բան, որ այդ թիրախավորողներից ես ում տեսել եմ բոլորը 2018 թվականին կանգնած են եղել կապիտուլյանտ իշխանությունների պրոցեսների կողքին, ովքեր որ եկել էին իշխանազավթման հետևից, ու նրանցից շատերին կադրերով մենք շատ լավ հիշում ենք, որ թե փողոց են փակել, թե մասնակցել են Նիկոլի կազմակերպած ակցիաներին, միտինգներին, ու հիմա որ նրանք շատ լուրջ դեմքով հելնում հայտարարում են, որ հանրապետականը չպետքա տար, հանրապետականը պետքա սենց աներ, նենց աներ, թող նախ հիշեն իրանք ինչեր են այն ժամանակ արել ու ինչքանով են իրանք սատարել այդ իշխանափոխությունը։ Կան նաև դեպքեր, երբ որ նրանց մոտ հասել էր արդեն այն մակարդակին, որ իրենց մեջ կային մարդիկ, որ հայտարարում են, այ օրինակ Սերժ Սարգսյանը թող ասուլիս տա, հարցազրույց տա 18-ի հետ կապված։ Ես այդ մարդկանց շատ կարճ կպատասխանեմ, որ դուք այդքան քաղաքական կշիռ չունեք, չեք էլ ունեցել, որպեսզի ձեր ցանկությամբ Սերժ Սարգսյանը ասուլիս կամ հարցազրույց տա։ Անդիմության ներսում առկա այս իրավիճակով պայմանավորված իշխանափոխություն ինչպես եք պատկերացնում։ Մենք իշխանափոխությունը առաջնային կերպով տեսնում ենք փողոցային պայքարի միջոցով։ Մենք բազմաթիվ անգամներ հայտարարել ենք, որ մենք ոչ մի շանս բաց չենք թողնելու փողոց դուրս գալու կամ աջակցելու տվյալ պահին, ովքեր որ դուրս են եկել փողոց։ Եվ մենք չենք կանգ առնելու ինչ որ պահի, մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, օգտագործելու ենք բոլոր հնարավոր ու անհնարին մեխանիզմները, որպեսզի շուտապույտ կերպով այս իշխանություններին ճանապարհենք ուղղակի, որպեսզի մեր երկիրը վերջնական չտանենք կործանման։ Հետևություններ արել եք, թե ինչու մինչ այս եղած փողոցային պայքարները հաջողության չեն հասել։ Միանշանակ մենք այն քաղաքական թիմը չենք, ովքեր որ իրենց նախորդ սխալներից դասեր չեն քաղում։ Մենք ունեցել ենք բազմաթիվ սխալներ մեր նախորդ շարժումների ժամանակ։ Միանշանակ այդ ամեն ինչը հաշվի է առնվել եւ արդեն ամեն հաջորդը կազմակերպելիս, ամեն հաջորդի process-ի մեջ մտնելիս մենք այդ ամենը հաշվի ենք առել եւ նմանատիպ սխալներ ամեն հաջորդին այլևս չեն եղել ու չեն լինելու։ Քանի որ անդրադարձակ ձեր կուսակցությանն ուղղված տարբեր մեղադրանքների, օրինակ Գյումրիի ընտրությունների նախընտրական շրջանում են որոշակի շահարկումներ լինում ձեր կուսակցության հետ կապված, որևէ արձագանք ունեք դրանց։ Նայեք, օրինակ երեկվա ազգային ժողովի նիստը, որը բացառապես ԿՊ խմբակը նվիրել էր, որպեսզի իրենց տեխնացուի PR-ով զբաղվի, դա փաստում էր նրա մասին, որ իրանք ուղակի վախեցած են հիմա, քանի որ հասկացել են, որ Գյումրիում նրանք գնում են տոտալ պարտության, դրա համար հնարավոր բոլոր լծակները հիմա օգտագործում են, նույնիսկ ազգային ժողովի ամբիոնն են օգտագործում, չնայած ինչը որ իրականում չի կարելի, եւ զբաղվում են իրենց այնտեղի տեխնացուի PR-ով, փորձելով այդ ընթացքում սևացնել նաեւ մնացած գործիչներին, ովքեր որ իրականում անդիմադիր են, բայց ընդհանրապես ձայն չեն հանում այն մարդկանց, այն տեխնացուների ուղղությամբ, ովքեր որ օրինակ իրենց արբանյակներն են։ Սա իրականում անթույլատրելի է, բայց նրանք չեն հասկանում մի բան, որ ինչքան իրենք խոսեցին ու իրենց տեխնացուին ավելի ԿՊ-ական սարքեցին, այդքան ավելի վատ ընթացք է ունենալու Գյումրիում, որովհետև Գյումրիում ես բազմաթիվ թե ընկերներ ունեմ, թե ծանոթներ ունեմ, ովքեր որ ասում են, որ այնտեղ տրամադրվածությունը դեպի ԿՊ-ն շատ վատն է, կատաստրոֆիկ վատն է նույնիսկ։ Ես չեմ պատկերացնում, թե նրանք ինչ կեղծիքների ու ռեպրեսիաների պետք է դիմեն այնտեղ, որպեսզի կարողանան գոնե պատշաճ տոկոսներ հավաքեն այնտեղ։ Ձեզ համար նախանշում են, թե ինչպիսի ելք կարող է լինել Գյումրիի ընտրություններին, հնարավոր է նույն իրավիճակն ունենանք, ինչ Երևանի ավագան ընտրություններում եղավ։ Իրականում թե ինչպես եղավ Երևանում կանխատեսել չեմ կարողանա, բայց ես իմ կարծիքն է իհարկե սա, ես վստահ եմ, որ Գյումրիում ԿՊ-ն տապալվելու է, հաշվի առնելով նրանց այս ամեն ինչը, բոլոր այս ամեն ինչ նրանք արել են, ես վստահ եմ Գյումրիում նույնպես մարդիկ ֆիքսել են այդ ամեն ինչը, նրանք շատ լավ գիտեն այս իշխանությունների կատարած բոլոր ոչրագործությունները, ու ինձ չի թվում, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այնտեղ մեծամասնություն է կազմելու ու կարողանալու է միանձնյա դառնալ համայնքապետ։ Հայաստանի Հանրապետական կուսակցության ուսանողական կազմակերպությունը այս պայն ինչ առաջնահերթություններ ունի։
Այս պահի դրությամբ մեր առաջնահերթությունը այն է, որ մենք հնարավոր կերպով բոլոր երիտասարդներին եւ ուսանողներին փորձում ենք ցույց տալ, թե իրականում ինչ անդունդի են տանում այս իշխանությունները մեր երկրին։ Եվ ես մեր ուսանողներին կասեմ մեկ բան. ընդհանրապես այս իշխանությունները խլում են ձեր կյանքի լավագույն տարիները։ Ինձ թվում է դրանից ավելի մեծ պատճառ, թե ինչի համար պետք է դուրս գան նրանք փողոց եւ սրանց դուրս շպրտեն, չկա։ Շնորհակալություն։ 168 TV-ի եթերում ռիվյուներ, հետևեք մեր հետագա թողարկումներին։